Մեզ է միացել Արաքս պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեչեչյանը, բարև ձեզ։ Շնորհակալություն, որ եկել եք։ Որպես Իրանը ներսից իմացող, ինչ է սպասում Իրանին այս պատերազմում։ Դե դեռ պիտի սպասելու տեսնել, բայց ամենայն դեպս Իրանը պիտի դիմադրի, հնարավորին չափ գնա առաջ, երևի դեռ ռեսուրսները կան, Իրանը կարծում եմ, որ դեռ չի օգտագործել իր բոլոր ռեսուրսները եւ ռազմական նամանավանդ գիտեք որ խոսում են տարբեր տեսակի հրթիռների մասին որ Իրանը մինչեւ հիմա օգտագործել է այդ հրթիռներից դեռ մինչեւ հիմա օգտվել է այն հրթիռները որոնք գրակվում կամ այսպես ասած հարվածի համար ուղարկվում են գետնի վրայից անդրկետնյա հրթիռները դեռ չի օգտագործել եւ նոր հնարավորություն այդ մասին նաեւ պաշտոնապես հայտարարեց իրանական կողմը պետք է սպասել եւ տեսնել դեռ ռեսուրսներ կան եւ կշարունակվի եւ նամանավանդ երկարելու դեպքում չեմ կարծում որ իրանական կողմը կքաշվի եւ կգնասվի որովհետեւ իրենք այդպես էլ ծրագրում են եւ իրենց հայտարարություններն էլ այդպես է ցույց տալիս Այսինքն Իրանի պարտությունը ինչպես նկարագրում է հակառակ կողմը մոտ չէ դեռևս Չէ այդքան հեշտ չէ որովհետեւ նախ եւ առաջ Իրանը մեծ երկիր է եւ ռազմական բավական ռեսուրսներ ունի Եվ կարծում եմ, որ հիմա ամերիկյան կողմի վերջին հայտարարությունները եւ իսրայելյան այլ տեղեր բանակցությունների մասին են խոսում նաեւ որը մերժել է Թեհրանը դեռ Թեհրանը ասաց իր պայմանները առաջ քաշեց, որի հետևանքով էլ կարծես առաջ մնում է այդպես բանակցությունների օդի մեջ վստահաբար հետևում եք լուրերը բան Արաքչին էլ արտգործնախարարը հայտարարեց, որ այս պահին փակ է բոլորեն ճանապարհները որ տանում են բանակցությունների, որովհետև ամերիկյան կողմը դրժեց իր խոստումը եւ անցավ հարցակումի եւ պետք է սպասել դեռ նորությունների դառնալու։ Նոր Մոսկվայի հետ էինք խոսում, ափսոս ընդհատվեց կարևոր բանի։ Այս պատերազմում հիմնական առանցքային դերակատարը ունեցել է Իսրայելը, որը բանակցությունների փուլում չէր էլ մասնակցում, չէր էլ խառնվում այդ բանակցություններին։ Կա կարծիք, որ հենց Նեթանյահուն է համոզել Թրամփին սկսել ռազմական գործողությունները այն ֆոնին, երբ բանակցությունները հաջող էին ընթանում, կարծես թե։ Նույն ձև մոտեցում կամ բացատրություն ունի նաև իրանական կողմը, այդպիսի հայտարարություններ հնչեց հենց պաշտոնական Իրանի լեզվից, որ Այստեղ կարծես Թրամփը հայտնվել է Նեթանյահուի ծուղակի մեջ եւ այդպես է իրեն ցույց տալիս, որովհետեւ ամերիկյան մոտեցումը այլ է եւ իսրայելյանը այլ, նույնիսկ հարվածների տեսակետից վստահաբար լսեցիք վերջին օրերին այդ նավթի պաշարման կենտրոնը, որ հարվածեց Իսրայելը, դրա համար իր մեծ մտահոգությունը, խոր մտահոգությունը հայտնեց ամերիկյան կողմը եւ ասացին մեզ անակնկալ էր դեպի իսրայելական կողմը արդարացրեց որ այդ մասին տեղյակ է ողել նաեւ ամերիկյան ռազմական կողմին բայց այնուամենայնիվ ամերիկացիները պնդեցին որ այդպես չի եւ մենք գոհ չենք այդ տեսակ հարվածներից որովհետեւ երբ որ նման քայլերի են գնում փոխադարձաբար Իրանն էլ նաեւ հարվածում է այն կենտրոններին որ նավթի բաշարներ կան եւ դրա համար քայլեր ձեռնարկեց եւ Քուվեյթին եւ Իսրայելին հարվածեց եւ դրա հետևանքով մենք տեսանք որ նավթի եւ գազի գները բարձրացան։ Եվ իհարկե դրան նաեւ ավելանում է այն փաստը որ Հորմոզի նեղուցը մնում է փակված անկախ նրանից թե այնտեղ կրակում մնում է փակված ում կողմից Իրանի կողմից Խնդիրն է որ նավերը վախենում են անցնեն Իրանը պաշտոնապես հայտարարեց որ փակված չէ բայց դե եկեք ու անցեք ախր փակված չէ բայց պատերազմական վիճակ է նավերը իրենց բանի հարցը ունեն չէ տնտեսական հարց է այստեղ մարդիկ ռիսկերի չեն գնում թեև Թրամփը հայտարարություններ արեց որ պետք չի վախենալ արի եղեք քաջ եղեք եւ անցեք խնդիր չկա բայց այդ հայտարարությունները չեն գործում այսպես ասենք առևտրականների տնտեսագետների մոտ ֆակտորները այլ են մարդիկ իրենց շահերին են նայում հարցերին Ինչն է Իրանին առանձնապես մտահոգում թուրքական ուղղությունից, ադրբեջանական ուղղությունից հաշվի առնելով վերջին դրվագները այս կոնֆլիկտում Մովսես Ես կարծում եմ, որ այն ծրագիրը ընդհանուր, որ իսրայելական կողմը տանում է առաջ։ Մի քիչ ամերիկյանը եւ իսրայելական իրարից
բաժանում են, կամ տարբերակում ասենք նույնը չեն։ Ամերիկյան կողմը փորձում է հասնել իր նպատակներին, ասենք նյութական, նավթային, եսիմինչ որոշ միավորներ, ռեսուրսներ քաղելու Իրանից։ Ոչ միջուկային։ Միջուկայինի հարցը դեռևս այլ է։ Իրանական կողմը ասաց, որ միջուկայինի առումով պատրաստ է բանակցել։ Բայց մյուս կետերում այդ տեսակ չի։ Իսկ իսրայելական կողմը ուզում է ամեն ինչ անել, այսպես ասենք, հարվածելու, ջախջախելու, Իրանը մասնատելու նույնիսկ եթե գուզեք։ Այս երկու քաղաքականությունը իրար ցույց են տալիս, նամանավանդ իսրայելյան հարձակումները այն պարզ հասարակությանը կամ բնակարաններին հասցված վնասները, նույնիսկ ճանապարհների վրա, այս արդեն ճանապարհներից մեկը հարվածի տակ է առնվել, թիրախավորվել է։ Դպրոց, հիվանդանոց, ամեն ինչի ուղղակիորեն կարծես նպատակադրված ուզում են ստեղծեն տագնապ երկրում։ Միայն ռազմական կետերին չէ որ խփում են, այսինքն նույնիսկ պարզ հանգստի տեղերը հարվածի տակ են հայտնվել։ Ամերիկյան կողմը այդ տեսակ չի վարվում։ Նույն այս ընթացքը եթե շարունակենք ու բացատրենք այս ամբողջը բերենք իմի կտեսնենք որ քաղաքականությունը որ տանում են դեպի նրան որ ուղղակիորեն ամեն ինչը տապալեն իսրայելական կողմը, բայց ամերիկյան կողմը փորձում է հասնել նրան որ բանակցությունների տուր բանա հնարավորինս շատ միավորներ քաղելով Իրանին։ Այսինքն բայց դա կարծես այդքան էլ չի հետաքրքրում իսրայելական կողմին։ Հիմա այստեղ եթե գնաց դեպի նա, այսինքն այդ ծրագիրը այնքան ընդլայնվի, իհարկե ես դժվար եմ տեսնում, որ դրան կհասնի, որովհետև Իրանը դա թույլ չի տա, բայց այնուամենայնիվ եթե գնա դեպի նրան, թուրքերը եւ ադրբեջանցիք երևի պիտի պատրաստվեն Իրանում նաեւ իրենց բաժինը քաղելու։ Ադրբեջանցիք տարիների ընթացքում անընդհատ խոսում են այսպես կոչված հարավային Ադրբեջանի մասին, ինչպես Հայաստանի Պարագային արևմտյան Ադրբեջանը հնչեցնում, Ադրբեջանի Իրանի Պարագային էլ հարավային Ադրբեջան խոսույթն են առաջ քաշում ու անընդհատ խոսում են դրա մասին, նույնիսկ իրենց դասագրքերում դրված է դա եւ այդ պիտի դրան իրականացնելու հաշվին իրենք պատրաստվեն, նույնիսկ լուրեր հնչեց որ ադրբեջանական զորամիավորներ են կուտակվել սահմանամոտ եւ դրանից հետո արդեն այդ բանի հարցը որ առաջացավ անօթաչու թռչող սարքը որ հայտնվեց Նախճեվանում իրանական տարբեր վերլուծաբաններ կողմեր ասացին որ սա ինչ-որ կերպ նախազգուշացում է ուղղված Ադրբեջանին որ իմանա որ Իրանը թույլ չի տա որևէ շարժում կամ որևէ ակտ որ կարողանա այդ կողից հարվածել նամանավանդ նկատի ունենալով Իսրայել-Ադրբեջան հին այդ հարաբերությունները խորացված այդ բոլորը գալիս են իմի եւ ընդանք ցույց են տալիս որ դրան պատրաստ են բայց թուրքական կողմը իհարկե իրենց ձեռնտու չէ թուրքական կողմը հասկանում է որ տագնապը եւ այսպես ասենք անկայունությունը Իրանում նամանավանդ սահմանների մոտ իր համար վտանգավոր է բայց այնուամենայնիվ երեք Էրդողանը հայտարարեց, որ մենք մեր եղբայրական բարեկամ Ադրբեջանից կպաշտպանենք եւ ամեն ինչ կանենք դրա համար։ Ինչը որ մի քիչ ամենայն դեպս մտորումների դերի տալիս է։ Թերանի եւ Բաքվի միջև կոնֆլիկտը հարթված է։ Ըստ երևույթի կոնե պաշտոնական հայտարարությունները, 3 օր առաջ ասում էր կխփենք, եթե պետք լինի։ Իհարկե ուղարկված օգնությունն էլ այդքան էլ բան չի, մի քիչ ծիծաղ առաջացնում, ընդամենը մի մեքենայի մասին է, մի ֆուրի մասին է, ինչպես ասվում է, 20 քանի տոննա, 23-4 տոննայի մասին է, այդ երկրի համար Թեհրանի մեկ թաղամասին չի բավարարել այդ ամբողջը, բայց այնուամենայնիվ բան է, ավելի շատ ժեստ է, քան օգնություն, իսկ պաշտոնական հայտարարություններում խոսում է, որ ամեն ինչը հարթված է, խնդիր չունեն, սահմանը բացվեց, սահմանը փակել էին, բացեցին նորից, որովհետև այդ կողմից մոտ 1500 ռուսական բեռնադարներ էր մնացել սահմանի հետևը, բացվեց, որ շարժվեն դեպի առաջ, նախապես արդեն փակ էր ժողովրդի դիմաց, այսինքն ճամփորդներ չէին անցնում Իրանից Ադրբեջան, ցամաքային գծով, իրենք միայն օդային կարող են գնալ։ Այն արդեն բանի ժամանակվանից, կորոնայի ժամանակվանից փակ է սահմանը, չեն բացում։ Իսկ արդեն այդ բանի բարագային էլ մեքենաների բարագային նորից վերապացեցին եւ փորձում են ղեկավարել։ Իրենք էլ երևի զգացին հարվածը կարող է շատ ավելի ծանր լինել եւ իրենց վիճակը չի կարող նորմալ լինել։
ամերիկյան հաշվարկներով միջև պատերազմը ռազմական գործողություններ սկսելու դեպքում պետք է Իրանի ներսում արագ ցնցումներ առաջանային, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնտեսական, ֆինանսական վիճակը երկրի ծանր է եւ մարդիկ արագ փողոց դուրս կգան։ Դա տեղի չունեցավ, ինչու՞։ Բնական է, չէ, կարող տեղի ունենալ, ով է։ Բայց նախորդ անգամ տեղի ունեցավ։ Հարձակումների ժամանակ ոչ։ Հարձակումների ժամանակ նման բան չկար։ Հարձակումներից հետո ինչու ոչ։ Դրանից առաջ, այո, բողոքներ կային, նորից էլ շարունակվում էին, բողոքները շատ էլ այսպես ստվար հավաքներով, ժողովրդի բազում ներկայությամբ եւ իշխանություններն էլ ընդունեցին, որ դժվարություններ, խնդիրներ կա, որ իրենք պիտի լուծեն, նախագահի եւ այլ պաշտոնյաների լեզվով հայտարարություններ հնչեց, որ մենք ամեն ինչ պիտի անենք դժվարությունները հարթելու համար եւ կարծես որ այս հարցակումները ինչ որ կերպ դադարեցրին այդ ամփոխը, այսինքն այդ ցույցերին էլ վնաս հասցրին, այդ մարդկանց պահանջին էլ վնաս հասցրին։ Այսինքն ժողովուրդը գիտակցեց, որ ցույցերի ժամանակը չէ այդ բանը։ Բնականաբար չէր կարող, ախր վերջին հաշվով եթե ռումբ է գալիս, թե իշխանությունը կարողացավ ահաբեկել մարդուն այնպես, որ դուրս չգան։ Չեմ կարծում, որովհետև արդեն դեռ նախորդ օրերը կար այդ ցույցերը գային եւ իշխանությունները եթե խոսում են այն մասին, որ ինքը պատրաստ է լսելու, արդեն դժվարացավ, բայց եւ նույն ժամանակ մենք պիտի հաշվի առնենք այն քայլերը, որ դրսից եղան, այսինքն իսրայելական կողմը հայտարարեց, որ մեր կողմից ներկայացուցիչներ կան այդ ցույցերի մեջ, մենք որոշ առումով առաջնորդում ենք դրան եւ այդ բոլորը կարծես տարան նրան, որ այդ քաշքշուկները լինի, մարդասպանությունները լինի եւ այդ սպանություններից հետո նորից այդ բոլորը կարող էր շարունակվել, եթե երկիրը չգնար այս վիճակի կամ չհայտնվեր այս վիճակի մեջ, որ հայտնվեց, եւ մարդիկ նորից կշարունակեին եւ իրենց խոսքը կար եւ կառավարությունն էլ պատրաստում էր լսել, որովհետեւ այստեղ արդեն պատկերը փոխվել էր։ Հիմա ում կողմից հրահրված կամ ում կողմից իրականացված այդ բոլոր պատկերը խաղաղ ցույցը վերածվել էր ոչ խաղաղ վիճակի, այդ հայտնվել էր ռազմական պայմանների մեջ, կրակոցներ, սպանություններ եւ այլն, այսօր արդեն դրա վիճակը չի, վաղը մյուս օրը որ կդատարի եւ խաղաղությունը նորից կհայտնվի երկրում, բնականաբար մարդիկ ունեն դեռ այդ բողոքները, այն ժամանակ կարող են խոսել, բայց այսօր ժողովուրդը պատրաստ չի լսել այն բանի մասին, որ կարող է հանկարծ Իրանը մասնատվի, կարող է հանկարծ երկիրը վտանգվի, արտաքին թշնամու հարց կա եւ դա օգնում է որ ժողովուրդը եւ լուր մնա եւ միասնագա։ Էլի որպես Իրանում ապրած, Իրանը ներսից լավ իմացող, Իրանի շահի որդին ինչպես են կալվում ներս։ Չունի այդքան հետևորդ։ Դա կարծում եմ որ շատ լավ ընկալեցին նաեւ արևմուտքում, ամերիկացիներն, եթե վստահաբար հետևել եք Թրամփի հայտարարություններին։ Եթե սկզբում շատ այսպես խանդավառված էր դրանում, բայց հետո հայտարարեց որ շահի ժառանգորդը, թագաժառանգը լավ տղա է, բայց դե չունի Իրանում տեղ։ Կարծում եմ այդ փաստ է, բան չունի։ Իրանի էթնիկ կազմը կարող է օգտագործվել Իրանի դեմ։ Տարիների ընթացքում փորձել են այդ գործը անել, նամանավանդ մեծ աշխատանք են տարել պանդուրկիստները, թուրքական ներդրումներ, ադրբեջանական, տարբեր առիթներով փորձել են այսպես կոչված հարավային Ադրբեջանի դրոշ բարձրացնել, նման բաներ արել են, չի հաջողվել եւ կարծում եմ չի էլ հաջողվելու, որովհետեւ եւ ադրբեջանական եւ մյուս խմբավորումները որ կան, իրենց համար Իրանը կարևոր տեղ է գրավում։ Այստեղ որովհետեւ երբ որ ասում ենք կապ չունի այդ համայնքի թվականակը, միլիոններ են։ Չէ, որովհետեւ գիտեք ինչ կա, Իրանում կան ազերիախոսներ, բայց այդ ազերիախոսները այսպես կոչված Ադրբեջան երկրի մաս չեն, Ադրբեջան երկիր պատմությունը չի հիշում, որտեղ պիտի Իրանը կամ իրանցին դրան նման բան հիշի։ Եթե պատմության թղթերը հետ տանենք եւ ջերը թրեցնենք, կտեսնենք որ 1918-ից հետո հայտնվեց Ադրբեջան անունով երկիր։ Դրանից առաջ երբևէ գոյություն չունեցել Ադրբեջան անունով երկիր։ Բայց թուրքական ընդհանուր աշխատանքով, հետո սովետական կարգերի այդ ծրագիրը որ գնաց, Ստալինը փորձեց ներս մտնել Իրանի Ատրպատականը գրավել եւ դրան այսպես կոչված դեմոկրատական Ադրբեջան կոչել, որպեսզի միացվի հետո երկարատև ծրագրի վրա
Ադրբեջանի Հանրապետության, այդտեղ կարծես որ չստացվեց, իրենք էլ հասկացան, որ չեն կարողանում տեղ գրավեն եւ հենց Ադրբեջանը նորից փոխեց իր պատկերը եւ սկսեցին մնալ իրենց սահմաններում եւ իրանական ադրբեջանն մնաց ադրբեջանը շարունակեց ապրել։ Եվ այնտեղ շատ է հնչում նույնիսկ Թավրիզում կամ Ուրումիայում, որտեղ աստորեն ազերիախոս այդ կենտրոններն են, որ եթե պիտի միանալ, ապա Ադրբեջանի Հանրապետությունն է, որ պիտի միանա Իրանին եւ ոչ թե Հայդարը։ Նման հայտարարություններ են հնչում։ Հիմա Իրան-Ադրբեջան սահմանը բաց է այս բանը։ Բեռնատարների համար բաց է։ Հայ-ադրբեջանական սահմանը երբեք չի փակվել։ Մի օր կարծեմ եղավ հայ-իրանական սահմանը չի փակվել, մեկ-երկու բան կտրվածքով փակվեց, մեկ օրով, մյուսը ավելի կարճ ժամերի ընթացքում, բայց նորմալ աշխատում է, դա էլ ուղղակիորեն ինտերնետի կապի հետևանքով էր, որտեղ չէին կարողանում Իրանն Հայաստանի կեցվածքը այս կոնֆլիկտի հանդեպ ինչպես են գնահատում։ Ես կարծում եմ դրական վերջին օրերին էլ արդեն տեսան պաշտոնական հայտարարություններն են նաև բանը տեսփանը ունեցավ այստեղ հարցազրույց, որ շնորհակալություն հայտնեց Հայաստանի կողմից ընդունված դիրքորոշումները եւ շնորհավորանքների առումով եւ մոդեցումների առումով տարբեր բանը որ ունեցան իրենք դրական են տեսնում եւ նամանավանդ որ Հայաստանը ունի են հարաբերությունները որի հիման վրա պիտի հակադրվել Իրանի հետ, ասենքն ոչ Իսրայելի հետ այդ ռազմավարական հարաբերությունն ունի, ոչ էլ որևէ երրորդ այլ երկրի հետ պայմանավորված է Իրանի դեմ քայլի գնալը։ Ես հարցը կարծում եմ, որ իրանական կողմի համար փաստ է, նույնիսկ եթե հիշում եք շատ թեժացավ այս հարցը Թրիպի ծրագրի նախօրյակին եւ բավական իրանական կողմը դժգոհանք հայտնեց այդ մասին, երբ որ հայկական կողմը եւ Բարոն Արմեն Գրիգորյանի այցը, փոխվարչապետի այցը եւ այլոց այցերը, որոնք եկան բացադրելու թե իրենց ինչ է ներկայացնում այդ եւ Հայաստանը ինչպես է նայում դրան, լրիվորեն հարթրեց այդ մտահոգությունները եւ այլ Պատերազմի նախորդին Հայաստանի պաշտպանության նախարարի այցը։ Այո, այդ արդեն նաեւ լրացուցիչ էր այդ բոլորի համար կարծում եմ։ Թրամփն այսօր ասում է հոգեվոր նոր առաջնորդը խաղաղ կյանք չի ունենա։ Դե ինչ ասեմ։ Չէ, դա չի կարևորը։ Կարևորը այս ընտրությունը քաղաքական ինչ նպատակ է հետապնդում։ Դե գիտեք, նախևառաջ Իրանի համակարգը այնպեսին է, որ պիտի ունենա առաջնորդ եւ դա պիտի ընտրեին։ Սովորաբար օրենքներն էլ շտաբեցնում են, որ շատ արագ պիտի ընտրվի այդ առաջնորդը, իսկ եթե չեն կարողանում ընտրեին հենց որդուն, թե այդ որոշումը հետո ոչ, ժառանգական չէ այնտեղ։ Բայց այնտեղ կային 4 թեկնածուներ, որից ընտրվեց դա։ Հիմա ես իմ պատկերացումով կարող եմ բացատրել այդ հարցը, իրենք ինչ ձևերով են մտածել, չգիտեմ, բայց ինձ թվում է, որ իրանական կողմը նայում էր ընդհանուր ընթացքին, թե ինչպիսին է գնում, այսինքն ինչպես է արևմուտքը վերաբերում այս հարցին, հիմա այս արևմուտք ասելով մենք հասկանանք Ամերիկա-Իսրայել այս կոալիցիան ինչպես էր վերաբերում այս խնդրին, իրենք ուզում էին ջախջախել այս բոլորը կամ չէին համաձայնում բանակցությունների։ Եթե ամերիկյան կողմը գնար նրան, որ պատրաստ է բանակցությունների, ես կարծում եմ ընտրությունը կարող է տարբեր լիներ։ Եթե պատրաստ չեն գնալ բանակցությունների եւ շարունակում են այդ հարցակումները, իրենք էլ բնականաբար պիտի ընտրեն ավելի կարճ դիրքերով դեմքի։ Ես կարծում եմ այստեղ կողմը կապիտուլյացիա է պահանջում։ Այո, կապիտուլյացիա է պահանջում, իսկ դա այն բանը չի, որ արդեն բանակցությունների պետք ունի։ Այս խնդիրն է։ Հիմա այստեղ էլ եւ արտգործնախարարի հայտարարության մեջ, ինչպես նախապես ասացի, եւ մյուսների մեջ դա երևում է, այսինքն եթե կապիտուլյացիա է պահանջում, կապիտուլյացիայի մասին է խոսում, ուրեմն բանակցությունները անիմաստ է եւ մենք կարող ենք շարունակել պատերազմը։